Ինչ կարծիք ունեք Նարեկի այն հատվածների մասին, որտեղ Տիրամորը հատկություններ են վերապահվում, որոնք նա չունի։ Իհարկե, ցանկացած մարդ, անգամ մեր կողմից ընդունված շատ ուսուցիչներ հայտնի ավետարանականության մեջ կարող են սխալվել, բնականաբար լինելով առաքելական եկեղեցու հետևորդ, Նարեկացին նաև այսպիսի հավատամք ուներ, որը ինձ համար ընդունելի չի, այսինքն երկրպագությունը ուղղված Մարիամին ինձ համար ընդունելի չի։ Եվ նաև Մարիամի մասին պիտի ասենք, որ ինքը կանանց մեջ երանելի է և իրենից էլ շատ բան կարող են սովորել քույրերը, բայց դա չի նշանակում, որ ինքը երկրպագության արժանի է և ինքը արժանի է, որ իրեն աղոթք անեն, որովհետև Աստվածաշնչում հստակ կա գրված, որ աղոթք անում են միայն արարչին, իսկ արարվածներին աղոթելը կրկին կռապաշտություն է դառնում։